Պարոն Միքայելյան, լավ է, որ այստեղ եք։ Սիրելի հայրենակիցներ, իմ գործընկերներն այսօր խոսեցին այն մասին, որ նախագահ Քոչարյանը կալանավորված է, նրա որդին կալանավորված է, եւ այսպես մասշտաբային հերթական քաղաքական տերորն է իրականացվում, այս անգամ արդեն Հայաստան Դաշնքի առաջնորդի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Եվ այդ ֆոնին Սասուն Միքայելյանը գալիս է ամբիոնին ելույթ է ունենում, իմիջիալից այլ պետք է հասկանալ, թե ինչպես է ելույթ ունենում այն պարագայում, երբ գրանցված չէր, սա շատ հետաքրքիր դրվագ է, սրանից հետո մենք էլ օգտվենք նման հետաքրքիր երևույթներից, բայց ինչևէ դա չի հարցը։ Պարոն Միքայելյան, դուք խոսեցիք հոկտեմբերի 27-ին, միգուցե տեղյակ չեք, բայց ասեմ, որ նախագահ Քոչարյանը այս պահին կալանավորված չէ հոկտեմբեր 27-ի իրադարձությունների համար։ Ես վստահ եմ, որ դուք դրա մասին պետք է իմանայիք, բայց եկել եք այստեղ մի ամբողջ նարատիվներ եք կառուցում մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունները նկարագրելով, այո, դա մեր պատմության ամենասև էջերից մեկն է, մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել, եւ դա հիմա, որ եկել նկարագրում եք, այդ շղթան բերում եք հասցնում որտեղ։ Դուք հասկանում եք, պարոն Միքայելյան, մի ընդհատեք, պարոն Միքայելյան, մի ընդհատեք։ 8 տարի իշխանության եղած մարդիկ նման հարցադրումներով չեն խոսում, պատասխաններով են խոսում, ոչ թե հարցադրումներով։ Դուք եկել եք ում եք ինչ հարցնում։ Պարոն Անդրանիկ Քոչարյանն էլ ինձ ընդմիջման ժամանակ ասում է, որտեղ է այն ձայնագրությունը, պարոն Քոչարյան, ասում է Աննա, որտեղ է այս ձայնագրությունը, պարոն Քոչարյան։ Իմ ազգանունը Գրիգորյան է, Վարդապետյան չի։ 8 տարի հնարավորություն ունեցել եք Վարդապետյան Աննային հարցեր տալու, պատասխան ստացել եք, որ պատասխան չեք ստացել, եկել եք ինչ հարցադրումներ եք այստեղ հնչեցնում։ Ես վստահ եմ, որ դուք պետք է կարևորեք ձեր կարգավիճակը, ձեր համապատասխան հանձնաժողովի ղեկավար լինելու հանգամանքը, բայց լավ, դա էլ երկրորդական։ Պարոն Միքայելյան, ինչպես ասեցի, իսկապես մեր պատմության ամենասև էջերից մեկն է եղել։ Եվ հոկտեմբերի 27-ից հետո նախագահ Քոչարյանի առաջարկով վարչապետ է նշանակում, ես խնդրում եմ ապահովել լռությունը։ Հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ է նշանակվում նախագահ Քոչարյանի առաջարկով Արամ Սարգսյանը։ Պատահական մարդ չէր Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրն էր։ Եվ դա ինչ նպատակ ուներ։ Քաղաքական ժեստ էր, որպեսզի այն մարդը, ով ամենաշատը պետք է հետաքրքրված լիներ նման ողբերգության բացահայտմամբ, իրականում տեղ չթողներ կասկածի, որ կբացահայտվի։ Այն ժամանակ դատախազով է նշանակվում, Գագիկ Ջահանգիրյանը, այդ հարցադրումները ինձ տալու փոխարեն Գագիկ Ջահանգիրյանին տվեք, Բորիս Նազարյանին տվեք, ընդհանուր առմամբ ողբերգությունից հետո կարևորագույն պաշտոններին նշանակվում են մարդիկ, ովքեր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի մարդիկ էին, ովքեր պետքա պարտակ էին, այլ մարդիկ էին, ովքեր ուղիղ հետաքրքրվածություն ունեին ողբերգության բացահայտման մեջ, եւ եղավ այն ինչ եղավ, Նայիրի Հունանյանն այսօր ԱԱԾ պատվալում է։ Եթե նոր բան կար բացահայտելու, բա ինչ էիք անում այսքան ամբողջ ժամանակահատվածում, ու հիմա գալ մի ամբողջ ելույթ կառուցել, տպավորություն թողնելով, որ հենց այդ ողբերգության համար է հիմա նախագահ Քոչարյանը կալանավորված չէ, դուք ձեզ համար ուղղակի եզակի այսպես քարտ կլիներ ձեր ձեռքին, եթե դուք կարողանայիք նման այդ առիթով ինչ-որ բան գտնեիք, որ նախագահ Քոչարյանին կալանավորեք, այդպես չի։ Ձեր անմիջական մտերիմ մարդիկ նշանակվել են ամենապատասխանատու պաշտոններին, որպեսզի կարողանան բացահայտել գործը, եւ գործը բացահայտված այնքանով, որքանով այս բան բացահայտված է, եւ եթե դուք արտաքին հետքն եք փորձում փնտրել, ես ոնց հասկացա, փորձում եք դրան էլ տանեիք։ Ինչ որ անհասկանալի հավանաբար ադրբեջանական կայքի մեջ վերում էիք անում, ես չհասկացա էլ դա ինչ է։ Ես ի տարբերություն ձեզ ադրբեջանական կայքից մեջ վերում չեմ անի, այլ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբոր Արմեն Սարգսյանի մի միտքը հնչեցնեմ արտաքին հետքի հետ կապված, մասնավորապես նա ասում է հետևյալը. այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին։ Ես չգիտեմ Արմեն Սարգսյանը ճիշտ է թե սխալ է։ Ես չգիտեմ Արմեն Սարգսյանը ում նկատի ունի։ Բայց Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Արմեն Սարգսյանը իր հարազատ եղբայրն է եւ
Ներողություն, հարգելի գործընկերներ, մի միջամտեք։ Էդգար Ղազարյանն էլ երկրորդ նախազգուշացումը իր տեղից արված արտահայտության համար։ Եթե մի հատ էլ Էդգար Ղազարյանը տեղից խոսի, ինքը վստահաբար կհասկանա, որ նախագահող կա, որը իրան դուրս կհանի այս դահլիճից։ Շարունակեք Տիկին Գրիգորյան։ Միքայելյանը կարծես թե բավականին ավելի հաճախ էր, բայց ես խնդիր չունեմ։ Ավելացրեք ժամանակը Տիկին Գրիգորյանին 2 րոպե։ Իմ ասացի ընդհանուր տրամաբանությունը դա էր, պարոն Միքայելյան։ Մեր մութ էջերը, սև էջերը, ողբերգությունները ցավոք սրտի տարիներ շարունակ միայն շահարկման առիթ են եղել։ Ոչ թե իրական բացահայտումների հետևից գնալու, իրական մեղավորների պատժվելու, այլ ուղղակի քաղաքական ցավոք սրտի, քաղաքական դիվիդենդ ստանալու համար շահարկման առիթ են եղել։ Եվ ինչպես ասեցի, այն մարդիկ, ովքեր ձեր անմիջական շրջապատում գտնվող մարդիկ են եղել, եւ այն նշանակված են եղել կարևոր պաշտոնների, ովքեր պետքա բացահայտեն եւ չեն բացահայտել։ Պարոն Միքայելյան, ինձ համար ականջ ծակեց, գիտեք նաեւ որ նախադասությունը, որ ասում եք այն տարածքը Արցախին նկատի ունենալով, որի համար կյանք ենք տվել մենք բոլորս։ Բա ուր այդ տարածքը, որի համար մենք բոլորս կյանք ենք տվել։ Եվ դուք այսօր Արցախյան կորստից հետո, ողբերգությունից հետո մի բառ, առաջին ձեր ելույթն է, մի բառ չեք ասում դրա մասին։ Էլի հոկտեմբերի 27, Արցախի մասին չեք ասում, էլի հոկտեմբեր 27 եք ասում։ Դա ցավալի է ու ձեզ եմ ասում, ցանկացած մեկին դա չէի ասի։ Ցանկացած մեկին չէի ասի, որովհետև իրանք այդքան կապ չունեն, եթե ընդհանրապես կապ ունեն Արցախի հետ։ Դուք կապ ունեք։ Եվ այսօր ձեր առաջին ելույթին դուք էլի Ռոբերտ Քոչարյան, դուք էլի հոկտեմբերի 27, էլի մարտի 1, մեր այով մութ վատ էջերն են։ Բայց 18 թվականին չեմ գոռում, ուղղակի բարձր եմ խոսում, էմոցիոնալ եմ խոսում։ Պարոն Միքայելյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում, հերիքա տեղից ընդհատեք, մի ընդհատեք տեղից, մի ընդհատեք։ 18 թվականին մի նախադասություն ասացի, կարծում եմ հետո ճակատագրական եղավ։ Բարաստիկ հեղափոխությունը ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտը։ Նույն կոնտեքստը դա եղել կներեք, եթե բառացի չեմ հաշվել։ Դուք էլ մեր ցուցակում եք այդ ժամանակ, կարող եք ձեր դժգոհության ձայնը բարձրացնել, բայց մի ընդհատեք, պարոն Միքայելյան, ես էլ չպիտի ընդհատեմ։ Շարունակեք Տիկին Գրիգորյան, ավելացրեք Տիկին Գրիգորյանի ժամանակը 2 րոպեով։ Ես առաջարկում եմ դուք ինքները ձեզ նկատողություն անեք։ Ես արդեն ձեր առաջարկն ուշացած է, ես արդեն արեցի։ Շարունակեք ձեր ելույթը։ Ես այդ իմիջելուց այդ նախադասությունը, որ ասում եք, ես ուզում եմ հասկանալ, քանի տարի պետք է անցնի, որ անդադ է 18 թվականի մեր ցուցակում է։ Հասկանում եք ինչքան էժան է դա արդեն հնչում։ Ես խոսում եմ նրա մասին, որ հայտարարություն ա եղել, որ Արցախյան հերոսամարտը ավելի կարևոր է, քան հեղափոխությունը ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտը։ Դրան իբր հակաարգումենտ ասում է 18 թվականի մեր ցուցակ։ Լավ, հոգնեցինք, զզվեցինք իսկականից այդ հայտարարություններից։ Բայց իսկապես ինձ համար շատ ցավալի էր պարոն Միքայելյանի այդ հայտարարությունը, որովհետև իր քաղաքական ուժի ղեկավարը ուղիղ պատասխանատու եւ ուղիղ մեղավոր է, ինչպես դուք եք ասում, այն տարածքի կործանման համար, որի համար դուք կյանք եք տվել։ Մեր տղաներն են իրենց կյանքը տվել, Եռաբլուրում հանգչող տղաներն են իրենց կյանք տվել, բայց ոչ մի բառ դրա մասին եւ նորից հոկտեմբերի 27, որի մասին մենք բոլորս գիտենք, լսել ենք 1000 անգամ եւ որ ինչպես դուք ասում եք պիտի բացահայտվի, բայց մինչև հիմա ընդհանրապես գալիս եք որպես իշխող ուժի ներկայացուցիչ հարցեր եք տալիս, հարցերը ուրիշ մարդիկ են տալիս, դուք պիտի պատասխանները տաք, պարոն Միքայելյան, լավ հասկացանք։ Սիրելի հայրենակիցներ, բայց առհասարակ անցնող օրերի հետապնդումները ուղղակի հերթական ալիքն են այս դեպքում արդեն նախագահ Քոչարյանի մեր քաղաքական ուժի առաջնորդի եւ նրա ընտանիքի նկատմամբ։ Բայց ես չեմ ուզում, որ սա մենք առանձին ֆրագմենտ դիտենք։ Սովորաբար ռեպրեսիաները քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների նկատմամբ տրամաբանական է, որ լինում են մինչև ընտրությունները։ Վատ է, կարելի է բնականաբար վատ է, որ ռեպրեսիաներ լինում են ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ։ Բայց հարց է առաջանում. ինչու պետք է իշխանությունը, որ վերարտադրվել է, ինչու պետք է մարդը, որ արդեն ամբողջական լծակներ ունի իշխանության, կարող է արտաքին քաղաքականություն վարել, այստեղ մեծամասնություն ունի, ինչու է գնում ռեպրեսիաների, ինչու է մեկուսացնում բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներին։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, հիմա էլ նախագահ Քոչարյանը։ Սիրելի հայրենակիցներ, իսկապես նախագահ Քոչարյանի մասին չի իմ ելույթը։
Խնդիրն այն է, որ մեզ բոլորիս տանում են նոր զիջումների, նոր էական, կենսական նշանակություն ունեցող զիջումների, եւ այդ ֆոնին պետք է վախի մթնոլորտ տարածել, մեկուսացնել հիմնական քաղաքական ընդդիմադիրներին, որպեսզի կարողանան իրենց համար դրված խնդիրը, իսկ իրենց արժև ով է դրել այդ խնդիրը, բնականաբար Իլհամ Ալիևը, այդ խնդիրները պետք է լուծեն։ Եվ խնդիրների հիմքը մի նախադասություն էր, մի հայտարարություն էր նաև Նիկոլ Փաշինյանի, որ հնչեց նախընտրական շրջանում, իմիջիայլոց իմ առաջին հարցադրումը Ռուբեն Ռուբինյանին հենց դրա մասին էր։ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ։ Սիրելի հայրենակիցներ, միայն նպատակն այն չէր, որ վախի մթնոլորտ տարածվեր, չնայած դա էական նշանակություն է ունեցել ձայների հետագա արտացոլման վրա։ Խնդիրն այն է, որ սահմանադրական մեծամասնություն ստանալու նպատակը սահմանադրության փոփոխությունն է, որը ժողովուրդը կրկնում եմ նորից ձեզ չի վստահել սահմանադրություն փոխելու։ Եվ սահմանադրական փոփոխությունները լինելու են առաջիկա ժամանակահատվածի կարևորագույն անկյունաքարային քաղաքական օրակարգը։ Կրկնում եմ, որին մենք դեմ ենք քվեարկելու, որը մենք ամեն կերպ ցույց ենք տալու, որ չպետք է ընդունենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ խնդիրներ ունեցած լինի, երբևէ չպետք է ապրի մի սահմանադրության ներքո, որը ուղիղ Ալիևի պատվերն է եւ ոչ թե ներքին օրակարգով ձևավորված իրականություն։ Եվ սա է խնդիրը, որ այս ամբողջ ռեպրեսիաներն իրականացվում են բացառապես առաջիկա բոլոր փորձությունները, այսպես քիչ թե շատ թեթև անցկացնելու համար։ Կրկնում եմ, նախագահ Քոչարյանը խնդիր չի ունեցել, նաև 18 թվականին կարող էր չգալ, հիմա էլ կարող էր քաղաքական պայքարի մեջ չլինել։ Ինչպես 18 թվականից առաջ շատերը ում Նիկոլ Փաշինյանն անձամբ օլիգարխ էր հայտարարում, քրեաօլիգարխիկ համակարգի մասեր հայտարարում, այդ մարդիկ հիմա շատ լավ են համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մարդիկ շատ լավ են համագործակցում ու խնդիր չունեն ընդհանրապես։ Եվ այն մարդիկ, ովքեր համարձակվում են ձայն հանել, եկեղեցու հետ կապված, արտաքին զիջումների հետ կապված, նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդումների եւ սա ուղղակի փաստ է։ Եվ նաեւ մեր քաղաքացիներին, ովքեր մեր այն հարգելի քաղաքացիներին, ովքեր ամեն դեպքում ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին։ Սիրելի հայրենակից, այն հայտարարությունները, որ կխլենք, կտանք, ժողովրդին ենք վերադարձնում։ Ես ուզում եմ ինքներդ ձեր առաջ անկեղծ լինեք։ Եվ ասեք այս 8 տարիների այդ օրակարգով ձեզ դեռևս հրամցնող ուժը ձեզ անձամբ ինչ է վերադարձրել։ Հովիկ Աբրահամյանի տանը դուք եք ապրում, թե Նարեկ Նալբանդյանն է ապրում։ Հեծը, որ հայտարարվում է, որ խլվել է, որպեսզի վերադարձվի ժողովրդին, ինչ ժողովրդին է դա վերադարձվել։ Այո, Ռոմանոս Պետրոսյանը բավականին բարձր աշխատավորцով այնտեղ աշխատում է, ԿՊ-ական բոլոր այն անհատները, ովքեր նաև ինչ-որտեղ աշխատանքի խնդիր ունեն, այնտեղ տեղավորված աշխատավարձ են ստանում։ Մուլտի վելնեսը մի օրում դառնում է Երևան վելնես, այդ մի մարդը, որ աբանիմենտի համար փող էր տալիս, հիմա գնում է, այստեղ է փող տալիս, խլվել է։ Խլվել է, նշանակվում են մարդիկ այդ բոլոր բիզնեսներում, որոնք ուղիղ փոխկապակցված են ԿՊ կուսակցության հետ, եւ սա է իրականությունը։ Էլ չեմ ասում, տարիներ շարունակ խոսել եմ Անիֆի մասին 25 միլիարդը կերելու որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի։ Ավարտեք։ Քանի որ բավականին խանգարեցին։ Խանգարեցին, դրա համար 4 րոպե ավելացրել եմ, ավարտեք։ Մեծ հաշվով սա էր։ Եվ այս քաղաքական հետապնդումները իսկապես մեզ նոր զիջումների տանելու համար են, որ արվում են, բայց ինչպես մի անգամ արդեն ասել եմ, որևէ մեկ անհատի մեկուսացումը չի բերելու նրան, որ 100 հազարավոր մարդիկ իրենց դիրքորոշումը փոխեն։ Շնորհակալություն։ Ուժեղ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա Մամիկոն